Հարգելի ստատիտողներ, Եվրոմեդիան շարունակում է իր թողարկումները եւ այսօր մեր տաղավարում զրուցելու ենք Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, պարոն Նորիկյան։ Պարոն Նորիկյան, ես ուզում եի նախ սկսենք վերջին շրջանում տեղ ունեցող այս իրավական գործընթացներից։ Օրինակ մեր զրույցից քիչ առաջ ակցիաներ էր տեղի ունենում ի պաշտպանություն այսպես քաղբանտարկյալների եւ պահանջում էին ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին, Անդրանիկ Թևանյանին, Արմեն Աշոտյանին, այս պահանջով ԵՄՏ-ՍՊՆՏ-ն դիմաց էր քիչ առաջ ակցիա տեղի ունենում եւ ասում են, որ քաղաքական դրդապատճառներով են նրանք կալանավորված մի կողմից էլ օրինակ օրեր առաջ երբ որ իշխանության այսպես քննարկումներն ենք լսում նրանք ինչ են ասում են որ ոնց է ստացվում որ երբ որ ընդդիմադիր որևէ գործի նկատմամբ է գործ այսպես հարուցվում նրանց ասում են քաղբանտարկել ու այստեղ անորոշություն է ստեղծվում իրենք ընդդիմությունը օրինակ է բերում ասում է քաղբանտարկել են որովհետև հենց ուղիղ եթերում հենց ամբիոնիստ Նիկոլ Փաշինյանն է ասում այս նստածնելու եմ ու հերթով անվանական հրահանգներ է տալիս ինչից հետո մարդիկ ճաղերի հետևում են հայտնվելու այս սրան վերաբերել ինչ կարող եք ասել ով է քաղբանտարկյալ ով ոչ ու առհասարակ իրավական դաշտում Շատ շնորհակալություն հրավերի համար նախ քաղբանտարկյալ հասկացության վերաբերյալ հայտի չափորոշիչներ կան եվրոպական կառույցների կողմից հաստատված, հրապարակված, դրանք հասանելի են նաև մեզ համար, մեր հասարակության համար առնվազն 3 վավերապայման կա, որոնց առկայության դեպքում անձը կարող է գնահատվել կամ դասվել քաղաքական բանտարկյալների շարքին կամ նրան վերագրվել նման կարգավիճակ ձեր կողմից հիշատակված անձանց եւ նրանց վերաբերյալ իրականացող ակցիաներին զուտ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով տեղյակ չեմ ընդհանուր մակերեսային մամուլի հրապարակումների մակարդակով ասում յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է իրենց ներկայացուցիչների անազատության վերաբերյալ ինչ-որ ակցիաներ կազմակերպել կոնկրետ Տիկնոջ Արեգնազ Մանուկյանի եւ Թևանյանի վերաբերյալ ասեմ որ ամենայն դեպս մամուլի հրապարակումներից են տեղյակ Թևանյանի մասով նրան մեղսագրվում է բավականին ծանր մեղադրանք եւ ես անկեղծ ուզում եմ սպասել տեսնել դատավարությանը եւ դրա ընթացքին տեսնենք դրա տակ ինչ հիմքեր կան որքանով է հիմնավոր մեղադրանքը ի վերջո դատարանը մեղադրական թե արդարացման վերդիկտ կհրապարակի որովհետեւ իսկապես մենք գործ ունենք բացառիկ մեղադրանքի հետ որը դասում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին դավաճանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրված ես անկեղծ ասած իսկապես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալուց որովհետեւ մենք իրոք չգիտենք գործի հանգամանքները ինչ վերաբերում է Տիկնոջը առաջադրված մեղադրանքի կապակցությամբ նա որքան հասկանում եմ որոշակիորեն աղերս ունի Թևանյանի առաջադրված մեղադրանքի թեև նրան նման մեղադրանք առաջադրված չէ բայց այնուամենայնիվ պետք է զգուշ լինենք պետք է շատ զգուշավոր վերաբերվենք ձեռնպահ մնանք կտրուկ գնահատականներից իրենց քաղաքական աջակիցների կողմից դրսևորվող ակցիաները դա իրենց համանդրական իրավունքն է եւ իրենք կարող են խնդիր այն էր որ ասում են որ այսպես անգամ անչափահաս երեխայի շահը հաշվի առնվում է այդպես խիստ պայմաններում մեծ աղմուկից հետո նոր եթե չեմ սխալվում այսօր փաստաբանները հայտնեցին որ թողել են տեսակցել որովհետեւ դեպքերում երեխաների հետ հարաբերություններում ես մշտապես ելնում եմ երեխաների լավագույն շահի հարգմանը, ես չգիտեմ կոնկրետ ինչ է տեղի ունեցել, բայց եթե հանդիպել են, ուրեմն շատ լավ է, բոլոր դեպքերում երեխաների իրավունքները բոլոր դեպքերում պետք է հարգվեն ու պաշտպանվեն, ինձ համար այստեղ առանցքայինը հետագա վերջնական դատական ակտի կայացումն է եւ պետք է հասկանանք իսկապես տեղի է ունեցել քրեական օրենքի խախտում եւ արդյոք նրանք դատարանի առջեւ կանգնած մեղավոր են ճանաչվելու թե ոչ սա ինձ համար էական ու առանցքային հաշվի առնելով իրենց մեղսագրվող արարքի ծանրությունը, բնույթն ու էությունը Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալների առկայությանը, ես բազմից եմ ասել, նման մոտիվներով անազատության մեջ գտնվող մարդիկ Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի կան եւ կարող են լինել, որովհետեւ քաղաքական պայքարի տրամաբանությունը, քաղաքական պայքարի մոտիվները, միմյանց նկատմամբ դրսևորվող անհանդուրժողականությունը, քաղաքական մրցակիցների անձնական հատկանիշները, նաեւ մեր քաղաքական մշակույթի
այսպեսին լինելը մեզ դեռևս չի ձերբազատվել այդ չարիքից եւ այո ես ցավով պետք է արձանագրեմ որ քաղաքական ենթատեքստ պարունակող ազատազրկումներ կային ինչը ի վերջո իր բացասական ազդեցություն է ունենում։ Պարոն Գյանայք, ինչու է այս ամեն այս իրավական process-ները մշտապես քննարկման առարկա դառնում եւ այսպես քաղաքական, հա, շարժառիթ տալիս, որովհետեւ ամեն անգամ իրավապահների փոխարեն օրինակ Նիկոլ Փաշինյանը նույն Թևանյանի դեպքում հիշում ենք նախընտրական քարոզարշավում ինքը այսպես առաջինը հայտարարությամբ հանդես եկավ իրավապահների փոխարենուն Գագիկ Ծառուկյանի հա դեպքում ամբողջ քարոզարշավի ընթացքում ասում էր սա նստելու են այ դրա համար այս միջամտությունը հենց որ կասկածի տեղիք են տալիս ես դեռևս 2019 թվականին երբ դեռ հեղափոխության այդ շունչը 2018 թվականին զգացվում էր, երբ դեռևս շատ քիչ համարձակներ էին, որոնք փորձում էին որոշակիորեն սթափեցնել, նաև ողջամիտ խոսք ասել, ես դեռևս 2019 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ փակվեցին դատարանի դռները, եթե չեմ սխալվում, հենց այդ օրը ես հանդես եկա հրապարակամ նախ սթափության կոչ անելով եւ երկրորդը մտավախություն հայտնելով, որ Հայաստանը աստիճանաբար վերածվում է մեկ մարդու երկրի, բոլոր որոշումները կայացվում են կամ կայացվելու են Նիկոլ Փաշինյանի կողմից, ինստիտուտները չեզոքացվում են, պետական համակարգը մղվում է ետին պլան եւ ցավոք սրտի Հայաստանը վերածվում է մեկ մարդու երկրի։ Կրկնում եմ, ես դա ասել եմ դեռևս 2019 թվականին երբ դեռևս 2021 թվականի արդեն խորհրդարանական ընտրությունները չեն եղել 26-ը հետը չէր եղել։ Ոչ մի բան չի փոխվել, ավելին բյուրեղացվել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի Հանրապետության անկախության պատմության մեջ որևէ այլ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան որևէ մեկը նման անվերահսկելի իշխանություն չի ունեցել, որքան իշխանություն ունի Նիկոլ Փաշինյանը։ Լավ է, վատ է թող գնահատի մեր ժողովուրդը։ Մեր ժողովուրդը որոշել է, որ համենայն դեպս 730,000 մարդ որոշել է, որ լավ է։ Սա մեր ժողովրդի ընտրության արդյունքն է, եւ իշխանությունը եւ խորհրդարանական ընդդիմությունը։ Մեր հասարակության պատկերն է արտացոլված խորհրդարանում եւ քաղաքական որոշումների կայացման։ Խնդիրը նա է, որ իշխանությունը մի կողմից է, հա, ասում, որ ոչ լեգիտիմ է այս խորհրդարանը։ Իրենք ասում են նրա կեղծիքներով ձևավորված։ Ընդդիմությունն էլ իր հերթին ասում, որ վարչական ռեսուրս, այսպես հա, այլ ճնշումների միջոցով ոչ քարոզարշավի ընթացքում։ Այս երկուսն է կասկածի տակ են։ Սա այն դեպքն է, որ պետք է շատ հարազատորեն ասել հարգանքներս ձեզ, դուք երկուստ էլ ճիշտ եք։ Այսինքն, գիտեք ինչ, մենք պետք է հասկանանք մի բան։ Շատ հարցեր են առաջանում, ես այսօր ձեռնպակ եմ անում այդ հարցերը բարձրացնելուց, բայց պետք է արձանագրել հետևյալը։ Ձևավորվել է մի խորհրդարան, որում արկա ուժերը հանդուրժում են մեկը մյուսի գոյությանը, ընդունում են մեկը մյուսի կարգավիճակը, այսինքն ընդդիմությունը իր բոլոր վերապահումներով հանդերձ ընդունում է, որ իշխանությունը ստացել է 730,000 ձայն եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձևավորել է նոր կառավարություն, Նիկոլ Փաշինյանն էլ այդ ձեր կողմից մատնանշված վերապահումներով հանդերձ ընդունում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեի արդյունքում ձևավորվել է երկու խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ, որոնք գլխավորում են հայտի մարդիկ։ Այսինքն սա փոխադարձ բարեկրթության պայմաններում, ինչպես հենց առաջին նիստից պայմանավորվել են գործող խորհրդարան է եւ ըստ էության ես հիմա ձեռնպակ կմանամ ավելի կոշտ էպիտետերով բնութագրել, մի քիչ կսպասենք, տեսնենք իրենց գործունեությունը, ամենայն դեպս ակնհայտ է մի բան, մենք գործ ունենք մի պարլամենտի հետ, որը մեր հասարակության ներկա ժամանակահատվածի ամենայն դեպս ակտիվ էլեկտորատի կողմից ձևավորված խորհրդարանն է։ Կտեսնենք, թե ինչպեսին կլինի առաջիկա 1 տարվա ընթացքում կարծեք թե շատ բան պարզ կլինի։ Դեռևս այս խորհրդարանը որևէ լուրջ մարտահրավերի առաջ չի կանգնել, լուրջ մարտահրավեր չի փորձել հաղթարել, դեռևս տեսանելի ապագայում մենք գործ ենք ունենալու սահմանադրության ընդունման հետ, տարածքների սահմանազատման, սահմանագծման գործընթացի հետ, անկլավների գործընթացի հետ, թրիպի գործարկման հետ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի իրական ստորագրման գործընթացի հետ, Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացի հետ, օդի
օդում կախված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, այսինքն բարդագույն խնդիրներ կան, որոնց լուծման ժամանակ է ցույց դրվելու այս խորհրդարանի ներուժը։ Հաշվի առնելով, որ իշխանությունները այս պայթրությամբ ունեն բավարար ձայներ, այս բոլորը նախագծերը առանց ինչ որ խոչընդոտի անցկացնելու եւ միայն սահմանադրության դեպքում է խնդիրն լինելու։ Այստեղ ինչ մեխանիզմներ կան։ Օրինակ քաղաքական դեպքն է քննարկում, ասում են, որ այդ ճնշումների միջոցով կփորձեն ընդդիմադիրներից ձայներ։ Ես լսել եմ այդ տեսակետը, անկեղծ ասած դեմքից քմծիծաղ է եկել։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ընդհանրապես ոչ միայն մեծամասնություն, նույնիսկ փոքրամասնություն չուներ։ Ոչ միայն 3-5-րդ չուներ, ոչ միայն սահմանադրական մեծամասնություն չուներ, այլև ընդհանրապես ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի առաջադրած վարչապետի տեխնացուն էր, բայց դա չխանգարեց, որ նա պարտադրեր բոլորին կատարելու գործադիր իշխանության եւ անձամբ իր կամքը։ Հետաբար այդ ձևակերպումները, վայ, այդ սրտի հովարանքը, որ մեր հասարակության էլ փորձում են մոլորեցնել, վայ, այս իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Դե օրինակ ինչ պետք է անեն այս մեծամասնություն չունեն, ունեն 3-5-րդ։ Կստացվի ընդդիմադիրներից ձայներ, կստացվի ընդդիմադիրներից օրինակ ձայներ վերցնել, երկու ֆրակցիաները երաշխավորում են։ Դե երկու ֆրակցիաները երաշխավորել են, ասում են, որ մենք որևէ կերպ կապրենք, բայց որ հարցը լուծելու համար։ Բացակայությունների սահմանադրությունը, սահմանադրական փոփոխությունների համար էլ իրենց ներկայիս ձայները բավարար են։ Դե սա արդեն լրիվ նոր սահմանադրություն է, ոչ թե փոփոխություններ, այլ նոր հանրաքվեի, եթե այն տեքստը, որ իրենք փորձեն որպես խորհրդարանում անցկացնել եւ համապատասխան չընդունվի, համապատասխան ընդհանցակարգերը իրենց падգամավորների թիվը բավարար է ներկա կազմով իրենց ուզած որոշումները ստանալու համար։ Հետևաբար, եթե անհրաժեշտ կլինի, ես կարող եմ նույնիսկ գրավոր տեքստով դա հրապարակել, վերլուծել, որպեսզի մեր հասարակությունը տեսնի, որ այս առումով, այս հարաբերակցությամբ ուժերի մեծամասնությունը ունի բոլոր հնարավորությունները իր պատկերացած եւ իր ցանկացած տեքստով սահմանադրությունը անցկացնելու համար, բայց կներեք հələ թողեք իշխանությանը։ Թողեք իշխանությանը Վազգեն Սարգսյանն ասում էր մենք ենք, հələ ասեք տեսնենք դուք ովքեր եք։ Հիմա բոլորիս համար պարզ է թողի իշխանությունը ինչ է պատրաստվում անել։ Մենք ունենք խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների կողմից շրջանառության մեջ դրված ալտերնատիվ սահմանադրության տեքստ նախագիծ, ունենք նման գաղափար։ Դե կողմ են, որ այս տարբերակը պահպանվի անկախության հռչակագրով, որը որ այս պահին այսինքն իրենք կողմ են գործող սահմանադրության։ Թե եթե այս տարբերակ չի առաջարկվում, տեսնենք թե ինչպես կլինի։ Ես հիմա չեմ կարող ասել, բոլոր դեպքերում ես ինքս կողմ չեմ գործող սահմանադրության պահպանմանը, որովհետև ես համարում եմ, որ այս կառավարման համակարգը նաև հանգեցրեց այս ճգնաժամի եւ վերջի տարիների ողբերգությանը, որովհետեւ այս համակարգը ապացուցել է շատ դեպքերում իր անկենսունակությունը, դրա մասին բազմաթիվ անգամներ ես խոսել եմ։ Պարոն Նորիկյան, անկախության հռչակագրի հետ կապված, փաստորեն արդեն իշխանության ներկայացուցիչներն էլ, ասում են, որ նոր սահմանադրության տեքստը եթե ընդունվի, այնտեղ անկախության հռչակագիրը չի լինելու։ Այդ նույն սահմանադրության տեսնենք այդ տեքստը թող հրապարակվի, տեսնենք թե ինչ փիլիսոփայություն է դրված նոր սահմանադրության ընդունման տեքստում, ես ավելի շատ այսպես Դե դա ներկայացնում է որպես այսպես պահանջ նոր սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ է 650,000 ձայն։ Մեր քաղաքացիները պետք է գնան ընտրատեղամասեր եւ 650,000 մարդ այո պետք է ասի սահմանադրության նոր տեքստին, որպեսզի այդ սահմանադրությունը ընդունվի։ Ես չեմ կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանը ինչպես պետք է համոզի, հիմնավորի կամ ինչ տեքստ է դնելու շրջանառության մեջ, որպեսզի ինձ համար պարզ լինի։ Ազնիվ կլիներ, եթե տեքստը շրջանառության մեջ դրվեր։ Դե դեռ մարտից պետք է դրվեր, բայց ասում են առաջարկներ կան դեռ քննարկումների փուլում են։ Հնարավոր է, որ ինչ-որ փոփոխություններ լինեն կամ չգիտեմ ինչ կլինեն։ Համենայն դեպս ես կարող եմ մի բան ասել։ Ես ի սկզբանե եմ ասել, խաղաղությունը հնարավոր չէ հաստատել ինքնիշխանության սահմանափակման հաշվին։ Խաղաղությունը հնարավոր չէ հասնել կոպտորեն այլ պետության ներքին գործերի միջամտելու հաշվին։ Եթե պարզվի, որ սահմանադրության տեքստը ընդունվում է ուղղակիորեն Ադրբեջանի պահանջով, պետք է ուղղակիորեն շատ սթափ եւ իրավաքաղաքական գնահատական տալ եւ դիրքորոշում արտահայտել, որ
ցանկացած երկրում սահմանադրության ընդունումը դա բացառապես ՄԱԿ-ի կանոնադրությամբ եվրոպական բոլոր չափանիշներով ու ստանդարտերով դա տվյալ երկրի ներքին գործն է ժողովրդի եւ որևէ այլ պետություն իրավունք չունի միջամտելու այլ երկրի ներքին գործերին։ Հիմա տուրք տալ Ադրբեջանի եւ նրա նախագահի կմահաճույքներին եւ պահանջներին Հայաստանի Հանրապետությունում Ինք ասում են այս թեման սահմանադրության փոփոխությունը դեռ վաղուց կար եւ ասում են պետք չէ կապել այդ Ադրբեջանից հնչող հայտարարությունների հետ։ Ես հիշում եմ, որ 2000 թվականին նույնիսկ կորոնավիրուսի ժամանակ ինչ փոփոխություններ էր նախատեսվում, IO-ի շտաբ էր ձևավորվել, այո, նման բայց այն ժամանակ հռչակագրի փոփոխման մասին որևէ խոսք չկար։ Հասկանում եք, խնդիրը սրա մասին է, բայց կրկնում եմ, այս թեման քան որ առաջիկայում առավել ինտենսիվ է լինելու, հիմա տպավորություն է, որ մենք խոսում ենք մի բանի մասին, որի բովանդակությանը ծանոթ չենք։ Նա տեսնենք, սպասենք, տեսնենք ինչ տեքստ է հրապարակվում։ Դե գոնե անկախության հռչակագրի մասով արդեն պարզ է, որ չի լինելու։ Իսկ թե սա ինչ հետևանքների կբերի, սա ինչ է։ Ես չգիտեմ, Հայաստանի դիվանագիտության պարտությունը կարելի է համարել այն, որ հայկական դիվանագիտությունը չկարողացավ այդպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում հասնել այն հարցի հղկմանը, որ մեր սահմանադրության հռչակագիրը չի պարունակում որևէ հավակնություն կամ որևէ տարածքային պահանջ որևէ երկրի, այդ թվում նաև Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ։ Իսկապես այնտեղ չկա, այնտեղ հղում է արված անկախության հռչակագրի բովանդակությանը, բայց անկախության հռչակագրով էլ որևէ դրույթ Ադրբեջանի տարածքային պահանջներին տարածքից որևէ հավակնության վերաբերյալ առկա չէ։ Ես չգիտեմ, կրկնում եմ, իմ կարծիքով դա հայկական դիվանագիտության պարտությունն է եղել։ Հիմա իրենք ինչպես կմատուցեն դա ինչպես կներկայացնեն, բայց ես ուզում եմ դες մի բան ասել, որ նույնիսկ այդ պահանջը եթե կատարվի, երբ մեր սահմանադրության տեքստից դուրս բերվի այդ հռչակագրի դրույթը, եթե Ադրբեջանի մտքին հետագայում նպատակ լինի պատերազմել Հայաստանի դեմ, նա չի սահմանափակվելու կամ նրան որևէ բան չի կաշկանդելու։ Հետևաբար հռչակագրերը, սահմանադրության տեքստերը, խաղաղության պայմանագրերը մեր պատմության ընթացքում տարբեր բազմաթիվ դեպքեր կարող ենք վկայակոչել, երբ պայմանագրեր կնքած պետությունները հետագայում դրժել են միմյանց նկատմամբ պատերազմներ են մղել եւ կամ պետություններ, որոնք մինչեւ օրես վարում են նորմալ հարաբերություններ, չնայած նրանք ֆորմալ առումով, իրավական առումով գտնվում են պատերազմի մեջ, այսինքն նրանց միջև խաղաղության պայմանագիր կնքված չէ։ Հետևաբար մենք պետք է ժողովրդին հասկացնենք հետեւյալը. Ադրբեջանի զսպելու միակ ձևը, տարբերակը վերականգնել խախտված ռազմաքաղաքական բալանսը, հաշվեկշիռը, ուրիշ որևէ տարբերակ չի լինելու եւ չի ուրեմն գործելու։ Ցանկացած տեքստ դուք փոխեք, եթե Ադրբեջանը նպատակ ունենա։ Բայց իրենք ասում են արդեն օգոստոսի 8-ի փաստաթուղթը երաշխիք է, որ այլևս գրակոչներ չեն լինելու, այլևս խաղաղություն է լինելու։ Ոչ ոք չի կարող նման երաշխիք տալ, ոչ ոք չի կարող, որովհետեւ ուժերի հաշվեկշիռը այնպեսին է, տարածաշրջանում աշխարհակահաղական հետաքրքրություններն ու պատկերացումները այնպեսին են, որ ցանկացած պահի կարող է ռեգիոնը ենթարկվել ռազմաքաղաքական կատակլիզմի։ Ուստի այս առումով ես չեմ կարծում նաև ով է ասում իշխանությունն է։ Ես ուրախ կլինեի, ես ծափարեի, եթե Հայաստանի իշխանությունից բան կախված լիներ այդ առումով։ Եկեք մի քիչ չմեծամտանանք եւ մեր հնարավորություններով փորձենք վերլուծել տարածաշրջանում ընթացող աշխարհակահաղական գործընթացները, դա Հայաստանով պայմանավորված չի։ Հայաստանով լիներ մեր սահմաններն ու տարածքները հիմա լրիվ այլ կլինեն, մեր ուժային բալանսը մի քիչ լրիվ այլ կլիներ։ Այսինքն հասկանալի է, որ միայն մեր ցանկությունները չենք, որ պետք է պայմանավորել տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը։ Պարոն Նորիկյան, թրիփի հետ կապված ինչ զարգացումներ են հնարավոր է, ընտրություններից հետո էլի կառավարությունում ծրագիրը քննարկվեց, պայմանավորվածություն ձեռք բերեց, շարունակել է, որքանով է ակտուալ այդ թրիփի նախագիծը։ Ես կարծում եմ դա բավականին հետաքրքիր ծրագիր կարող է լինել, եթե ճիշտ օգտագործվեն, այդ ճիշտ ներդրումները տեղի ունենան։ Հիմա այդ ծրագրի իրականացման հեռանկարի վերաբերյալ զգուշավոր խոսակցություններ կան, որոնք պայմանավորված են Իրանի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների հակամարտության առումով, որոշակիորեն զգուշություն կա հաշվի առնելով Ռուսաստանի զգայուն վերաբերմունքը դրա վերաբերյալ
Ադրբեջանի եւ Թուրքիայի պատկերացումները, բայց ես կարծում եմ, գիտեք ինչ, կյանքը ցույց կտա, թե թրիպը ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Համենայն դեպս դատելով կենտրոնական Ասիայի երկրների դիրքավորումը եւ իրենց պատկերացումները, եթե թրիպը ուշադիր լսեք, խնդրում եմ, իմ ասածը ես այսպես եմ դատում, եթե թրիպը պետքա դառնա կենտրոնական Ասիան արևմուտքին կապող լոգիստիկ կարևորագույն ռազմավարական հանգույց, այդտեղ Հայաստանը չի կարող դուժել, չի կարող չշահել, դա բացառված է, բայց եթե այդ թրիպը ընդամենը պետքա վերածվի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող ճանապարհի, դա լրիվ ուրիշ քննարկման հարց է, որովհետև այո կան այդ զգուշավոր մտահոգությունները, որ մենք այդ ճանապարհից չենք օգտվելու, մենք չենք կարողանալու կամ պայմաններն են այլ լինելու, բայց ես կրկնում եմ, ես չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները գալիս է տարածաշրջան, փորձելով Հայաստանը դարձնել իր համար մեր ռեգիոնում յուրովի հենման կետ, ինքը սահմանափակվելու է այդ խնդրի լուծման, որ ընդամենը ինչ է թե ադրբեջանցիները գնան Նախիջևան գան։ Դրանով չէ, պետք է մի քիչ ռեալ նայել, պետք է գլոբալ նայել, կենտրոնական ասիական երկրների ակտիվությունը, ոգևորությունը, հետաքրքրությունը մասնավորապես Ղազախստանի վերաբերմունքը մեր նկատմամբ, Ուզբեկստանի վերաբերմունքը մեր նկատմամբ, Թուրքիայի կողմից Իգդիր երկաթգծի կառուցման ուղղված միլիարդավոր դոլարների ներդնում, իհարկե իրենք փորձում են իրենց սեփական երկաթգիծը տանել, երբ մենք ունենք այս առումով մերը, մենք կարող ենք երասխ Գյումրիի երկաթգծի վերագործարկման առումով լուրջ քայլեր իրականացնեն, եթե հնարավոր լինի հասնելու տարածաշրջանային այնպիսի հանգուցալուծման, որը հնարավորություն կտա թրիպը շարունակել գալ Նախիջևանով գնալ երասխ դեպի Կարս, Գյումրի Կարս, ֆանտաստիկ կլինի։ Հիմա կախված կլինի թե տարածաշրջանում ինչպիսի զարգացումներ կլինեն։ Կրկնում եմ, եթե թրիպը դառնալու է միջանցքի մի կարևոր մաս, որը հնարավորություն կտա կենտրոնական Ասիայի էներգառեսուրսները Հայաստանի միջոցով տեղափոխել Եվրոպա, արևմուտքյան երկրներ, ես կարծում եմ միայն հիմարը չի ցանկանա կամ իսկապես Հայաստանի բայց ընդդիմադիր ուժերներ կարծես իրենք էլ այսպես դրական են թրիպի վերաբերյալ գոնե այսպես այո ասում եմ միայն հիմարը կամ իսկապես Հայաստանի լավը չուզեցողը չի ցանկանա որ այդ ծրագիրը գործի իսկ եթե ընդամենը Իմ ասած տարբերակը, որ դա պետք է վերածվի Նախիջևանի Ադրբեջանի հիմնական մասը կապող ճանապարհի, ես մի քիչ եմ հակված այդ մտքին։ Լավատես եմ տրամադրված այդ առումով։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Նորիկյան։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք զրուցում ենք Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար մեր եթերին, կհանդիպենք։